Ողջույն բոլորին եւ բարի գալուստ մեր ալիք։ Այսօր ձեզ համար պատրաստել ենք Ելենա Արշակյանի «Տաքսիստը» հեռուստասերիալի հերթական ծայրահեղ լարված, էմոցիոնալ, հոգեբանական ծանր շերտերով եւ պարզապես արյուն սառեցնող զարգացումներով լի վերլուծությունը։ Իրադարձություններն այնպիսի դաժան ու անկանխատեսելի ընթացք են ստանում, որ հեռուստադիտողն ուղղակի քար անում է էկրանի առաջ, չկարողանալով հավատալ մարդկային ստորության նման չափերին։ Դե ինչ, հարմար տեղավորվեք, որովհետև մենք սկսում ենք մանրամասն քննարկել սերիալի ամենաթեժ եւ շոկային դրվագները, որոնք անպայման ձեզանից կպահանջեն մոտ 5 րոպե խորասուզում այս խճճված պատմության մեջ։ Մինչ սերիալի գլխավոր հերոսները պայքարում են կյանքի ու մահվան, արդարության եւ ճշմարտության համար, Մանեն ու Մինասը շարունակում են իրենց արգելված սիրախաղը։ Նրանք այնքան են տարվել իրենց զգացմունքներով ու ջերմ շփումով, որ կարծես լիովին մոռացել են ողջ աշխարհի, իրենց ընտանիքի եւ ստեղծված քաոսի գոյության մասին։ Մանեն, ով ընդամենը վերջերս էր ողբերգություն ապրում նվերի կողմից լքված լինելու պատճառով եւ փորձում էր վերջ տալ կյանքին, հիմա հանգիստ վայելում է Մինասի հովանավորությունը, աչք փակելով այն փաստի վրա, որ քանդում է ուրիշի ընտանիքը։ Մյուս ճակատում, սակայն, կրքերը հասնում են պայթյունավտանգ կետի։ Նվերը, ով փորձում է ամեն գնով իրագործել իր նպատակներն ու վերջնականապես կոտրել Սեդային, անդադար զանգահարում է Էլենին, պահանջելով ամուսնության առաջարկության վերջնական պատասխանը, սակայն Էլենն առայժմ լռում է հեռախոսով, քանի որ նա շատ ավելի մեծ ու ճակատագրական քայլի է նախապատրաստվում։ Նա գնում է Մինասի տուն իր հարազատ քրոջ Սյուզիի հետ ծանր խոսակցության։ Էլենը հայտնում է, որ վերջնականապես որոշել է ամուսնանալ նվերի հետ։ Սյուզին ուղղակի ապշում է այս ցինիզմից։ Նա չի կարողանում հավատալ, որ քույրը, անցնելով բոլոր բարոյական սահմաններն ու դավաճանելով ամենամտերիմ ընկերուհուն, վերջապես հասավ իր կեղտոտ նպատակին ու խլեց նվերին։ Գիտակցելով այս քայլի կործանարար եւ խայտառակ հետևանքները, Սյուզին կտրականապես դեմ է արտահայտվում։ Նա հասկանում է, որ Էլենի այս որոշումը կարող է կործանել բոլորին, ուստի տալիս է ամենախիստ վերջնագիրը։ Եթե Էլենը նման քայլի դիմի ու կապի իր կյանքը նվերի հետ, ապա թող ընդմիշտ մոռանա, որ Սյուզի անունով քույր ունի։ Բայց սերիայի ամենասարսափելի եւ անմարդկային բացահայտումը կապված է Սեդայի հանկարծակի անհետացման եւ առևանգման հետ։ Պարզվում է այս ողջ մղձավանջի, ողբերգության ու Սեդայի դեմ ուղղված դավադրությունների գլխավոր ճարտարապետը հենց Էլենն է։ Սեդան, իմանալով ճշմարտությունը եւ հասկանալով, որ Էլենն է կանգնած իր բոլոր դժբախտությունների հետևում, անդադար զանգահարում է նրան, պահանջելով բացատրել, թե ինչու է նա ստեր հյուսել եւ Նոնային համոզել, իբր ինքն այլևս չի սիրում նվերին եւ ուրիշի հետ է հանդիպում։ Ոճապի մատնվելով եւ հասկանալով, որ խաղն ավարտված է եւ իր բոլոր ստերը ջրի երես են դուրս եկել, Էլենը ոչ միայն չի գնում հանդիպման, այլև դիմում է ծայրահեղ եւ հանցավոր քայլի։ Նա կազմակերպում է Սեդայի առևանգումը նրան ընդմիշտ լռեցնելու համար։ Նախքան առևանգվելը, Սեդան հասցրել էր ձայնային հաղորդագրություն ուղարկել Էլենին, միամտաբար տեղեկացնելով, որ փոքրիկ Եվային տարել է նկարչության եւ հիմա սպասում է տարածքում։ Որպեսզի իր վրայից շեղի կասկածներն ու Եվային մենակ չթողնի, Էլենն անձամբ է գնում երեխայի հետևից։ Երբ զարմացած ու շփոթված Եվան հարցնում է, թե ուր է Սեդան եւ ինչու նա չի եկել իր հետևից, Էլենը ցուցադրում է սառնասրտության եւ մանիպուլյացիայի գագաթնակետը։ Նա ոչ միայն ստում է անմեղ երեխային, այլև փորձում է նրան դարձնել իր հանցագիծը, ասելով, որ պետք է մի սուտ մտածեն Մինասի ու Սյուզիի համար, թե ինչու է ինքը եկել Սեդայի փոխարեն։ Խեղճ երեխան զարմացած նայում է մորաքրոջն ու չի հասկանում, թե ինչ մութ խաղեր են պտտվում իր շուրջը։ Փաստացի Էլենը որոշել է լիովին կոծկել Սեդայի անհետացումը, ժամանակ շահել եւ խաբել բոլորին, ներառյալ իր սեփական քրոջն ու Փեսային։
Իսկ այն, ինչ կատարվում է Սեդայի հետ, պարզապես սահմռկեցուցիչ է և դուրս է մարդկային երևակայության սահմաններից։ Առևանգողները նրան, գլխին սև տոպրակ հագցրած, տանում են այն նույն լքված դժոխային վայրը, որտեղ տեղի էր ունեցել նրա կյանքի ամենամեծ ողբերգությունը՝ բռնաբարությունը։ Սա ուղղակի ֆիզիկական բռնություն կամ առևանգում չէ։ Սա ծանրագույն, հաշվարկված հոգեբանական խոշտանգում է, որի նպատակն է վերջնականապես կոտրել աղջկա հոգեբանությունը և խելագարության հասցնել նրան։ Առևանգողների ցինիկ զզվելի խոսքերը, հեգնելով թե չէ՞ որ Սեդային այստեղ շատ լավ էր և ինչու է նա խառնվել իրար, ապացուցում են, որ նրանք հստակ հրահանգավորված էին Էլենի կողմից։ Էլենը հատուկ է ընտրել այս վայրը, որպեսզի առավելագույն ցավ, սարսափ ու հիշողությունների արթնացում պատճառի իր երբեմնի ընկերուհուն։ Այս ամենը ցույց է տալիս, որ Էլենը վերջնականապես կորցրել է մարդկային դեմքն ու պատրաստ է անցնել դիակների վրայով հանուն իր հիվանդագին նպատակների։ Իսկ դուք ինչ եք կարծում, սիրելի հեռուստադիտողներ։ Արդյոք Սեդային կհաջողվի ողջ և առողջ փրկվել այս մղձավանջից, և ով կլինի նրա փրկիչը՝ Հարութը, թե Մինասը։ Անպայման գրեք ձեր վերլուծություններն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Ես մեծ սիրով կկարդամ և կքննարկեմ դրանք ձեզ հետ։ Եվ իհարկե չմոռանաք բաժանորդագրվել այս ալիքին առաջիկա թեր զարգացումները բաց չթողնելու համար։ Կհանդիպենք շուտով։